Դավիթ Սանամյանը եկավ, ինչ քննարկեցիք եւ ինչ որոշում կայացրեցիք։ Արման Կիրակոսյան, Անետ Կորածին ծառայողի հարազատ եմ։ Ուրեմն դուք մեզ հետ ներկա եղել եք ամբողջ process-ին, որ Անետ Կորածին ծառայողների ծնողները նախաձեռնել են իրենց հարցի, իրենց ցավի մասին բարձրաձայնելու համար։ Նախ ուզում եմ հանրությանը տեղեկացնեմ, որ մենք այս քայլին գնում ենք, որպեսզի հանրությունը ինքն էլ հասկանա ինչ վիճակում են այս ծնողները։ Պետք է մեր հանրությունը հասկանա, որ մեր երեխաները գնացել են ունենալով հայրենասիրական մղումներ, ունենալով պետականամետ մտածողություն։ Ու այդ երեխեքը գնացել են այս ծնողների տված դասիրակությունը ստանալով։ Հիմա մենք մեր հարցը բարձրաձայնեցինք, մեր պահանջը բազմիցս ձևակերպել ենք։ Դուք տեսաք համապատասխան կառույցի ներկայացուցիչը նորից մոտեցավ մեզ, ունեցան քննարկում, փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնանք համատեղ կոմպրոմիսի։ Մենք կդադարեցնենք առայժմ մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի։ Նու առաջիկայում մեզ խոստացվել է հանդիպում, մեր բարձրացած հարցին մեր պահանջը իրագործվելու է։ Ես ուզում եմ հստակ արձանագրենք, որ մենք ճիշտ է մեր հայրենակիցներին թեկուզ տվել ենք նեղություն, բայց իրանք էլ պետք է հստակ հասկանան ինչի մեջով ենք անցնում 5 տարի, ինչ ցավ է այս ամեն ինչը մեր համար, ուստի նաև այդ երթևեկությունը բացելը խնդրում եմ անցալել որպես կառուցողական մտածելակերպ։ Մենք մեր բարձրացած հարցի պահանջը ինչը որ դրել ենք, ստացել ենք։ Այսքան մեր իրականում կա քննարկում, բայց կարիք չեմ համարում դա բարձրաձայնեմ, ամեն ինչ էլի որ պետք է հանրայնացվի, հաշվի առնելով որ հարցը շատ նուրբ է, շատ զգայուն է, առնչվում է բազմաշերտ բազմակարծիք ընտանիքների հետ, որոշ բաներ չեն։ Ունենք պայմանավորվածություններ դրա մասին, երբ որ հանդիպում կլինի, երբ որ ծնողներս հստակ միաձայն որոշում կունենանք, դες կտեղեկացնենք։ Բայց նաև խնդրում եմ բոլորիդ հետևողական լինեք գրառումների դաշտին, որ ամեն չկայացած երևույթ իրենց fake edge-երով իրենց կողմից չփորձեն ծնողներին վիրավորեն, ինչ-որ հարցեր բարձրաձայնեն։ Տեսեք, հիմա մենք գրագետ, քաղաքավարի պարզապես ասում ենք, ստեղ այնպես մարդ չկա, որին չեք ճանաչում, չգիտեմ, իրանից տեղյակ չեք, ինչ-որ ասում են ծաղվածներ եւ այլն, ժողովուրդ։ Շատ ժամանակ մեր այս հարցերի բարձրաձայնումը համընկնում է երկրում զուգահեռ տեղի ունեցող իրավիճակների հետ։ Այդ չի նշանակում, որ մենք քաղաքականացված ենք, մենք կարանք էմոցիոնալ հայտարարություններ անենք, ճիշտ հայտարարություններ անենք, ի վերջո մենք պահանջատեր ենք մեր երեխեքի համար, բայց խնդրում եմ մեր հասարակությանն էլ, հայրենակիցներին էլ չլինեն տգետ, չլինեն բութ, հասկանան, որ ծնողի մասին են խոսում, այս հայրենիքի համար ինչ տված եւ ինչ արած ծնողի մասին են խոսում։ Եթե մենք ծնողներս փորձենք իջնենք իրենց մակարդակին, իրենց բառապաշերով, իրենց բառամթերքով անդրադառնանք իրենց, հավատացեք, այդ հատորներով կարանք անդրադառնանք։ Եթե մի մարդ մենք ճիշտ է մի քանի անձել չեմ համարում իրենց արձագանքել ենք, եթե կարիք կհամարեն, բոլորից ճանաչում եք, կարաք գաք տենակ, հարցեր ունեք, եթե մտածում եք մեզնից մեկը ծախված է, մեզնից մեկը փողով ակցիա է անում, ես այն ամենավատ բաները դուք ինքներդ տվեք ձեզ։ Ես չեմ ուզում իմ բերանը պղծեմ կամ ծնողները իրենց բերանը շուրթերը կեղտոտեն, ձեզ անվանարկելով են ինչ-որ իրականում կա։ Դրա համար լրատվամիջոցները կխնդրեմ մեկնաբանության դաշտերը այսուհետ անհայտ կորած անձանց յուրաքանչյուրի մասով եմ ասում, յուրաքանչյուրից հարցազրույց վերցնելուց մեկնաբանության դաշտը լինի փակ։ Եթե որևէ լրատվամիջոց այդ պահանջը չարեց, ես հասկանում եմ, որ դուք նաև մեր հարցը բարձրաձայնելու համար եք։ Շնորհակալ եմ ձեր սրտացավության համար, որ այս օրերի ընթացքում մեզ հետ եղաք լուսաբանեցի, բայց այդ ամեն ինչը շատ խորը ցավ է պատճառում ծնողին։ Այն ծնողին, ում երեխան այս երկրի համար գնացել է հայրենասիրական մղումով, հայրենիքը պաշտպանելու մղումով, ու այդ ծնողը այսօր իրան միայնակ զգալով, որ հանրությունը սթափ չի արձագանքում, ճիշտ չի արձագանքում ծնողի վիճակը, մի հատ հանրության մեջ որոշ տգետներ իրան թույլ են տալիս ծնողի անվան հետ խաղան, ծնողի հեղինակության հետ խաղան,
Պրոստը ասում եմ, չեմ ուզում իջնենք ձեր մակարդակին, մեր բերանը պղծենք ձեր նմանների հանդեպ։ Եթե իջնենք, մի 10 անգամ ավելին կասենք, բոլորիս էլ գիտեք, այդպես մարդ չկա, որ չկարնակ մեզ գտնեք կամ չգիտեմ։ Եկեք բոլորիդ հարցերի պատասխանը կտանք ցանկացած ֆորմատով, ցանկացած ձևաչափով, ճիշտ է մենք թույլ չենք տա, բայց որ պահը գա կիջնենք ձեր մակարդակի, ձեր մակարդակում ձեր լեզվով ձեզ կբացատրենք։ Եղեք զուսպ, եղեք շնորհքով, այս ամեն ինչը մենք անում ենք մենակ մի պատճառով։ Մեզ հետաքրքիր է մեր երեխեքի վերադարձը։ Ոչ մի ուրիշ ակնկալիք չունենք, ոչ մի ուրիշ շարժառիթ չունենք։ Այսքան բան։ Շնորհակալություն։ Հանդիպումը նշեցիք, որ եկող շաբաթ է լինելու, բայց հստակ օր չկա։ Իրականում ամեն ինչ չի, ժողովուրդ ջան, որ կբարձրաձայնենք։ Մեզ խոստացվել է, որ հանդիպում կլինի, մեր պահանջին տրվել է համապատասխան արձագանք, ինչի համար մենք բոլորը նախ շնորհակալ ենք պարոն Սանամյանին կառուցողական կոմպրոմիսի համար, մենք իրավիճակը սթափ ենք գնահատում, մենք գնում ենք կառուցողական մոտեցմամբ, որովհետև իրոք մեր ակնկալիքը երեխեքի վերադարձն է, իսկ այդ հարցի շուրջ բոլորս գնում ենք դեպի կառուցողականություն, այն ինչը որ կնպաստի մեր երեխեքի վերադարձին։